Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին սեղ մեկ զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր և իրական պատմությունները։ Խորհրդային բանտերում և քրեական միջավայրում խաղաքարտերը դարձել էին չգրված օրենքների, հոգեբանական պայքարի և իշխանության խորհրդանիշ։ Այստեղ հաղթում էր ոչ միշտ այն մարդը, ում ձեռքում լավագույն խաղաքարտերն էին, այլ նա, ով կարողանում էր պահպանել սառնասրտությունը և երբեք չէր խախտում քրեական աշխարհի կանոնները։ Այս աշխարհում մեկ պարտված խաղը կարող էր մարդուն զրկել ոչ միայն վերջին հացաբաժնից, այլև հեղինակությունից, արժանապատվությունից և նույնիսկ կյանքից։ Ինչ խաղեր էին խաղում բանտերում, ինչու էր պարտքը համարվում սրբազան, ինչպես էին պատժում խաբողներին և ինչու խաղաքարտերի պատկերները հայտնվեցին քրեական աշխարհի ամենահայտնի դաջվածքների շարքում։ Այս ամենի մասին հենց հիմա։ Եվ այսպես, խորհրդային բանտերում ազատ ժամանակը շատ էր, սակայն զբաղմունքները սահմանափակ։ Այդ պատճառով խաղաքարտերը դարձան ամենատարածված զբաղմունքներից մեկը։ Քանի որ գործարանային քարտեր գրեթե չէին լինում, դատապարտյալները դրանք պատրաստում էին սեփական ձեռքերով։ Օգտագործվում էին թուղթ, ստվարաթուղթ, երբեմն նույնիսկ հացի զանգված, որը չորացնելուց հետո վերածվում էր ինքնաշեն խաղաքարտերի։ Դրանք հաճախ պատրաստվում էին մեծ ճշգրտությամբ, քանի որ նույն տրցակը կարող էր օգտագործվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։ Սակայն այստեղ խաղը երբեք պարզապես ժամանց չէր։ Բանտերում փողը սովորաբար չէր հանդիսանում հիմնական արժեքը։ Փոխարենը խաղադրույք էին դառնում ծխախոտը, թեյը, սնունդը, շաքարավազը, հագուստը, անձնական իրերը և ցանկացած բան, որը կարող էր բարելավել կալանավորի առօրյան։ Երբեմն խաղադրույքները մեծանում էին այնքան, որ մարդը մեկ երեկոյի ընթացքում կորցնում էր գրեթե իր ամբողջ ունեցվածքը, սակայն նույնիսկ դա ամենամեծ վտանգը չէր։ Քրեական աշխարհում պարտքը սովորական պարտավորություն չէր։ Եթե մարդը պարտվել էր, ապա պարտավոր էր կատարել իր խոստումը։ Չվճարված պարտքը դիտվում էր որպես պատվի խախտում։ Իսկ պատժի ձևերը կարող էին տարբեր լինել՝ նվաստացումից մինչև դաժան բռնություն։ Այդ պատճառով փորձառու մարդիկ հաճախ հրաժարվում էին խաղից, եթե վստահ չէին, որ ցանկացած դեպքում կկարողանան մարել պարտքը։ Քրեական աշխարհում ասում էին, որ խաղից առաջ պետք է մտածես ոչ թե հաղթանակի, այլ պարտության մասին։ Շատերին կարող է թվալ, թե օրենքով գողերն ամենամեծ խաղամոլներն էին, իրականում պատկերն ավելի բարդ էր։ Թեև հեղինակությունները հաճախ մասնակցում էին խաղերին, սակայն անզուսպ խաղամոլությունը չէր խրախուսվում։ Համարվում էր, որ մարդը, որը չի կարողանում կառավարել սեփական ցանկությունները, վաղ թե ուշ կկորցնի նաև հեղինակությունը։ Իսկ քրեական աշխարհում հեղինակությունը շատ ավելի թանկ էր, քան ցանկացած շահում։ Յուրաքանչյուր խաղ հիմնված էր վստահության վրա։ Եթե ապացուցվում էր, որ խաղացողը կեղծել է քարտերը, փոխել է խաղի ընթացքը կամ խաբել է մյուսներին, նրա նկատմամբ վստահությունը վերանում էր։ Քրեական աշխարհի չգրված օրենքներով նման արարքը համարվում էր լուրջ խախտում։ Շատ դեպքերում դրան հետևում էին խիստ պատիժներ, որովհետև այստեղ խաբեությունը դիտվում էր ոչ միայն որպես խաղի կանոնների խախտում, այլ որպես հարված ամբողջ համայնքին։ Ժամանակի ընթացքում խաղաքարտերը հայտնվեցին նաև քրեական աշխարհի խորհրդանիշների շարքում։ Թագավորներ, խաչեր, սրտեր, ղառեր։ Այս պատկերները հաճախ կարելի էր տեսնել դատապարտյալների մարմինների վրա։ Սակայն դրանց նշանակությունը միշտ նույնը չէր։ Տարբեր ժամանակներում նույն խորհրդանիշը կարող էր պատմել խաղամոլության, ռիսկի հանդեպ սիրո, հեղինակության կամ պարզապես մարդու քրեական անցյալի մասին։ Հենց այդ պատճառով մասնագետները միշտ զգուշացնում են. քրեական դաջվածքները հնարավոր չէ մեկնաբանել մեկ ընդհանուր կանոնով։ Փորձառու խաղացողները վաղուց գիտեին, որ իրական խաղը ոչ թե քարտերի, այլ մարդկանց միջև է։ Դեմքի արտահայտությունը, ձեռքերի շարժումները, լռությունը, նույնիսկ հայացքը կարող էին շատ ավելին ասեին, քան բացված քարտերը։ Հաղթում էր նա, ով կարողանում էր կառավարել ոչ միայն խաղը, այլ առաջին հերթին ինքն իրեն։ Հենց այդ պատճառով հեղինակավոր մարդիկ հաճախ ավելի շատ վստահում էին սառնասրտությանը, քան հաջողությանը։ Այսպիսով, քրեական աշխարհում խաղաքարտերը երբեք պարզապես ժամանց չեն եղել։ Դրանք դարձել էին իշխանության, պարտքի, վստահության, հոգեբանական պայքարի և հեղինակության խորհրդանիշ։
Մեկ պարտված խաղը երբեմն կարող էր ամբողջությամբ փոխել մարդու կյանքը, իսկ մեկ սխալ որոշումը ընդմիշտ զրկել նրան հարգանքից։ Սա ևս մեկ օրինակ է, թե որքան խիստ եւ երբեմն անողոք էին քրեական աշխարհի չգրված օրենքները, որտեղ նույնիսկ սովորական թվացող խաղաքարտերը վերածվում էին ճակատագրեր որոշող գործիքի։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։